Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետր Մադիարինին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ այս ժողովրդական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը եւ երկրի ապագայի տեսլականը, գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ Հայկական խորհրդվերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի խոսքով Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմը մեծ ուշադրությամբ հետևում է ընտրություններին։ Այսօրվանից մեկնարկում է ազգային ժողովի առաջիկա ընտրությունների առաջադրումների ժամկետը, մինչև ապրիլի 23-ը ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։ FIFA-ն քննարկում է աշխարհի 2026 թվականի առաջնության համար թիմերի լրացուցիչ ընտրություն կազմակերպելու հնարավորությունը, եթե Իրանի հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց։